Լոս Անջելեսում ջրհեղեղներ Նորթ Հոլիվուդում անձրևը մեքենաներ է կլանել, 114 հասցե տարհանվել է, իսկ Սիերա Նևադայում ձյուն է։ Առողջապահական խռովություն ավելի քան 40,000 Kaiser պերմանենտ աշխատողներ գործադուլի մեջ են պահանջելով բարձր աշխատավարձ։ AI-ն առանց արգելքի Նյուսոմը մերժել է անչափահասների արգելքը չաթբոտերից, բայց պարտադրել է երեխաներին հիշեցնել, որ զրուցում են ոչ թե մարդու, այլ ծրագրի հետ։ Չիկագո արցունքաբեր քաղաք, սահմանապահների հետ բախումներ և բողոքներ, շարունակվող լարվածություն։ Նախագահի ազատության մեդալ Թրամփը հետմահու պարգևատրել է Չարլի Քրքին, անվանելով նրան ազատության մարտիկ։ Կարիբյան օպերացիա Միացյալ Նահանգների ուժերը նոր հարվածներ են հասցրել Վենեսուելայի մերձափնյա ջրերում, սպանելով այս անգամ 6 մաքսանենգի։ Ալերգենները մենյուում 2026-ից խոշոր ռեստորանները պարտավոր են նշել հիմնական ալերգենները՝ կաթ, ծու, ընկույզ, ծովամթերք եւ այլն։ Գազա լարված վերադարձ։ Համասի մարտիկները նորից փողոցում են, Թրամփը պահանջում է նրանց զինաթափում, կամավոր կամ ստիպողաբար։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդ թիվ։ Ողջույն սիրելի հետևորդներ, USR Media YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են։ Նախքան սկսել է շնորհակալություն եմ հայտնում բոլորին ալիքին բաժանորդագրվելու, լուրերը հավանելու եւ մեկնաբանություններով մեզ ոգեշնչելու համար։ Առաջնայինը կցանկանայի իհարկե Կալիֆոռնիայի եղանակից տեղեկություններ տրամադրել, առավել ևս որ հարավային Կալիֆոռնիայի որոշ հատվածներում անձրևները դեռևս շարունակվում են։ Այսօր առավոտյան Լոս Անջելեսի Նորթ Հոլիվուդ թաղամասում անձրևը ջրհեղեղ էր առաջացրել տարբեր հատվածներում, մի քանի մեքենա թողնելով ջրի մեջ։ Մոտակայքում գտնվող 5-րդ Մարյուղու Սան Վալի հատվածում նույնպես մի քանի գիծ փակվել էր ճանապարհին ջրի կուտակման պատճառով։ ԱՄՆ ազգային օդերևութ հավանական ծառայության տվյալներով որոշ շրջաններում տեղացել է մոտ 5-ից 10 սանտիմետր անձրև։ Ծառայությունը նաև նախազգուշացրել է Լոս Անջելեսի հյուսիսային շրջաններում, այդ թվում Նորթ Հոլիվուդում հնարավոր փոթորիկային քամիների եւ տորնադոյի առաջացման վտանգի մասին առնվազն մինչև այսօր առավոտյան 10:45։ Եղանակային կանխատեսումների համաձայն չոր եւ պարզ երկինք է սպասվում չորեքշաբթի ավելի ցուրտ ջերմաստիճանով, մինչդեռ շաբաթվա վերջում տաք օրերը վերադառնալու են։ Առաջին անգամ ավելի քան 17 տարվա ընթացքում 2008-ից հետո Լոս Անջելեսի շրջանում հայտարարվել էր ուժեղ ամպրոպի նախազգուշացում, ընդգրկելով Սանտա Մոնիկա, Բրբանք, Հոլիվուդ, Վենիս, Ալթադենա, Ստուդիո Սիթի եւ Լոս Անջելեսի կենտրոնական տարածքները։ Պարտադիր տարհանում էր հայտարարվել Պալիսեդսի եւ Մենդևիլ Քենիոն շրջանների 114 հասցեների համար։ Լոս Անջելեսի ոստիկանությունը դռնեդուր շրջում էր բնակիչներին կոչ անելով լքել տարածքը։ Բացի այդ, Pacific Palisades եւ Մալիբու հատվածներում հայտարարվել է տարհանման նախազգուշացում, որը ուժի մեջ կմնա մինչև չորեքշաբթի առավոտը։ Լոս Անջելեսի քաղաքապետ Քերեն Բասը կոչ է արել բնակիչներին զգոն լինել եւ հնարավորության դեպքում մնալ տանը, ընդգծելով, որ փրկարար ուժերը թեև տեղակայված են բարձր ռիսկային գոտիներում, այդուամենայնիվ անվտանգությունը առաջնայինն է։ Հարավային եւ կենտրոնական Կալիֆոռնիայում ավելի քան 21,000 հասցե մնացել էին առանց էլեկտրաէներգիայի։ Միաժամանակ Սիերա Նևադայի լեռներում սկսվել է ձյուն, որոշ հատվածներում կանխատեսվում է անգամ մինչև 1 մետր բարձրությամբ ձյուն։ Միացյալ Նահանգներում հերթական մեծամասշտաբ գործադուլն է, այս անգամ հնգօրյա դադար են վերցրել առողջապահության ոլորտի աշխատողները։ Ամերիկայի Արևմտյան ափի ավելի քան 40,000 Kaiser պերմանենտ առողջապահական աշխատակիցներ այսօր դուրս են եկել գործադուլի։ Այն կազմակերպվել է Միացյալ բուժքույրերի եւ առողջապահական մասնագետների միության կողմից եւ ընդգրկում է ավելի քան 500 հիվանդանոց Կալիֆոռնիայում, Օրեգոնում եւ Հավայիում, այդ թվում մի քանի բժշկական կենտրոններ հենց Լոս Անջելեսի շրջանում։ Վերջիններս գործադուլ են անում, որովհետեւ ինչպես իրենք են նշում, այլ ճանապարհ չունեն։ Գործադուլավորներից մոտավորապես 31,000-ը Կալիֆոռնիայից են։ Նրանց շարքում են գրանցված բուժքույրներ, դեղագործներ, անեսթեզիոլոգներ, բուժքույրեր, մանկաբարձեր, գինեկոլոգներ, բժշկական օգնականներ, ֆիզիոթերապիստներ, լոգոպեդներ, դիետոլոգներ եւ այլ առողջապահական մասնագետներ։ Լոս Անջելեսի շրջանում գործադուլն անցկացվում է հետեւյալ կենտրոններում՝ Kaiser South Bay Medical Center, Kaiser Woodland Hills Medical Center, Kaiser Riverside Medical Center, Kaiser Baldwin Park Medical Center եւ Kaiser Downey Medical Center-ում։ Միության ներկայացուցիչները հայտարարել են, որ գործադուլի հիմնական պատճառները անբավարար աշխատակազմն է, աշխատավարձերի կուտակված հետընթացը եւ հիվանդների խնամքի վատ տարածող պայմանները։ Kaiser Permanente-ի ղեկավարությունը գործադուլը որակել է անհարկի եւ խանգարող, պնդելով, որ ընկերությունը ներկայացրել է ուժեղ եւ ամբողջական աշխատավարձային առաջարկ ներառյալ 21.5% բարձրացում 4 տարվա ընթացքում։ Ըստ նախնական տվյալների բոլոր գործադուլի ազդեցության տակ գտնվող հիվանդանոցները կվերաբացվեն կիրակի առավոտյան ժամը 7-ին։
Մնանք Կալիֆոռնիայում նահանգապետ Գևին Նյուսոմը մերժել է պատմական մի օրինագիծ, որը սահմանափակում էր երեխաների մուտքը արհեստական բանականության չաթբոտերին։ Օրինագիծը արգելելու էր ընկերություններին հասանելի դարձնել չաթբոտերը մինչև 18 տարեկան անձանց համար, եթե նրանք չէին կարող երաշխավորել, որ տեխնոլոգիան չի զբաղվի սեռական բնույթի զրույցներով կամ չի խրախուսի ինքնավնասում, ընդհուպ մինչև ինքնասպանություն։ Վետոն դրվել է մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Նյուսոմը ստորագրել էր մեկ այլ օրինագիծ, որը պարտադրում է հարթակներին պարբերաբար հիշեցնել օգտատերերին, որ նրանք զրուցում են չաթբոտի, այլ ոչ թե մարդու հետ։ Այդ հիշեցումը պետք է հայտնվի յուրաքանչյուր 3 ժամը մեկ անչափահաս օգտատերերի համար։ Նոր օրենքը նաև պահանջում է, որ ընկերությունները ստեղծեն ինքնավնասման կանխարգելման համակարգեր եւ անհրաժեշտության դեպքում ուղղեն օգտատերերին դեպի հոգեբանական օգնության ծառայություններ։ Նյուսոմը, որն ունի 4 անչափահաս երեխա, նշել է, որ Կալիֆոռնիան ունի պարտավորություն պաշտպանել երեխաներին ու դեռահասներին, որոնք ավելի ու ավելի հաճախ են դիմում AI չաթբոտներին, տնային առաջադրանքներից մինչև հոգեբանական աջակցություն ստանալու նպատակով։ Անվտանգության մտահոգությունները հատկապես սրվել էին այն դեպքերից հետո, երբ որոշ չաթբոտեր, այդ թվում Meta-ի եւ OpenAI-ի ստեղծողները, անչափահասների հետ վարել են սեռական բնույթի զրույցներ եւ անգամ հորդորել ինքնասպանություն գործել։ Տեղափոխվենք Չիկագո, այստեղ քրքերը չեն հանդարտվում, այսօր ԱՄՆ սահմանապահ ծառայության գործակալների մասնակցությամբ բարձր արագությամբ հետապնդում է եղել մեքենաներով, որն ավարտվել է կասկածյալ անձի ձերբակալությամբ, իսկ դեպքից հետո տարածքում սկսվել են բախումներ եւ բողոքի ցույցեր։ Տեղի լրատվամիջոցների հրապարակած տեսանյութերում երևում է, թե ինչպես են սահմանապահները եւ տեղական ոստիկանները փորձում զսպել ցուցարարների, իսկ դաշնային գործակալները արցունքաբեր գազ են օգտագործում ամբոխը ցրելու համար։ Իլինոյսի նահանգապետ Ջեյ Բի Ֆրիցքերը քննադատել է դաշնային ուժերի գործողությունները, ասելով. «Սա անընդունելի է, մարդիկ, ովքեր պարզապես պաստառներ են պահում եւ արտահայտում իրենց կարծիքը, ենթարկվում են արցունքաբեր գազի եւ ռետինե գնդակների հարձակման։ Ես երբեք չեմ տեսել նման բան Ամերիկայի պատմության մեջ»։ Վերջին շաբաթների ընթացքում դաշնային գործակալները մի քանի անգամ կիրառել են ուժ եւ գազային միջոցներ Չիկագոյի այլ թաղամասերում։ Դաշնային իշխանությունները պնդում են, որ գործողությունները անհրաժեշտ են անվտանգության ապահովման համար, սակայն իրավապաշտպան կազմակերպությունները նախազգուշացնում են, որ արդեն ձևավորվում է վտանգավոր նախադեպ քաղաքացիական իրավունքների խախտման մասշտաբային ռիսկերով։ Թողարկման այս հատվածում թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին եւ աջակցության եւ վստահության համար, իսկ նոր գործընկերներին սպասում ենք գրկաբաց։ Շարունակենք լուրերը։ Սպիտակ տան Ռոսգարդենում նախագահ Դոնալդ Թրամփը հանդիսավոր արարողության ընթացքում Չարլի Քրքի ծննդյան օրը հետմահու Ամերիկայի ազատության նախագահական մեդալ է շնորհել Turning Point USA կազմակերպության հիմնադրին։ Մեդալը ստացել է Չարլի այրին Էրիկա Քրքը։ Նախագահ Թրամփը ելույթում նշել է. «Մենք այստեղ ենք հարգելու ազատության աներկյուղ զինվորի հիշատակը։ Չարլին սիրված առաջնորդ էր ամերիկացի հայրենասեր, որը սպանվեց կյանքի ամենալավ պահին, խոսելով ճշմարտության եւ հավատքի համար։ Նա իսկական հերոս էր»։ Թրամփը նշել է, որ Քրքը մեծապես ազդել է երիտասարդների վրա եւ ստեղծել է շարժում, որը մարտական ոգի է ներշնչել մի ամբողջ սերնդին։ Էրիկա Քրքը արցունքների խորքից ասել է. «Չարլին հավատում էր, որ ազատությունը Աստծուց տված նվեր է։ Նա ապրեց առանց վախի, առանց կոմպրոմիսների եւ պայքարեց ճշմարտության համար մինչեւ վերջին շունչը։ Այս մեդալը պարզապես պարգև չէ, սա նրա կյանքի վկայությունն է, ազատ ապրելն ամենամեծ պարգևն է, իսկ ազատ մահանալը ամենամեծ հաղթանակը»։ Արարողությանը ներկա էին փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նրա կին Ուշա Վենսը, ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը, կոնգրեսականներ ու Թրամփի վարչակազմի բազմաթիվ անդամներ։ Միջոցառմանը մասնակցում էր նաև Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը։ Դոնալդ Թրամփը այսօր ասաց, որ ամերիկյան ուժերը հերթական հարվածն են հասցրել Վենեսուելայի մերձափնյա ջրերում։ Հարվածի արդյունքում զոհվել են նավակի վրա գտնվող բոլոր 6 անդամները։ Սա արդեն 5-րդ նմանատիպ հարվածն է Կարիբյան տարածաշրջանում վերջին ամիսներին։ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ այն կասկածյալներին, ովքեր ներգրաված են թմրանյութերի մաքսանենգության մեջ, դիտարկում է որպես ապօրինի մատակարարներ, որոնց դեմ կարելի է կիրառել ռազմական ուժ։ Նախագահը հայտնել է, որ հարվածի հրամանը տվել է պաշտպանության նախարար Փիթ Հեքսեդը այսօր առավոտյան։ Թրամփը նաև հրապարակել է հարձակման տեսանյութը, ինչպես նախորդ դեպքերում։ Ավելի ուշ այդ տեսանյութը նաև տարածել է Հեքսեդը սոցիալական ցանցում։ Թրամփի խոսքով գործողությունը իրականացվել է միջազգային ջրերում եւ ամերիկյան հետախուզությունը հաստատել է, որ նավակը տեղափոխում էր թմրանյութեր եւ կապ ուներ թմրատերորիստական ցանցերի հետ, օգտագործելով հայտնի մաքսանենգ ուղին։
Վաշինգտոնում շարունակվում է քաղաքական դիմակայությունը կապված ԱՄՆ կառավարության մասնակի փակման հետ։ 14 օր շարունակ հանրապետականներն ու դեմոկրատները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցնում պատասխանատվության համար, մինչդեռ երկրի տարբեր հատվածներում արդեն նկատվում են ֆինանսական եւ սոցիալական հետևանքներ։ Դեմոկրատական առաջնորդները մեղադրում են հանրապետականներին այն բանի մեջ, որ նրանց ընդունած ֆինանսական փաթեթի պատճառով առաջացել է վտանգ, մինչև տարեվերջ Medicare համակարգում մոտ 536 միլիարդ դոլարի կրճատումների։ Ըստ նրանց, եթե կոնգրեսը չգործի, միլիոնավոր ամերիկացիներ կարող են բախվել բարձրացող բժշկական վճարների, ապահովագրական շեմերի եւ դեղատան ինքնավճարների աճին, հատկապես այն նահանգներում, որտեղ Դոնալդ Թրամփը հաղթել է 2024 թվականի ընտրություններում։ Հանրապետականները իրենց հերթին պնդում են, որ կառավարությունը փակվել է դեմոկրատների պատճառով։ Նրանց կարծիքով դեմոկրատական սենատը հրաժարվում է ընդունել իրենց ներկայացրած մաքուր եւ ոչ կուսակցական բյուջետային շարունակության օրինագիծը առանց լրացուցիչ պահանջների։ Նրանք նաև ընդգծում են, որ իրենց օրինագիծը պարզապես նախատեսում է կառավարությունը ֆինանսավորել գործող մակարդակով մի քանի շաբաթով մինչև բյուջեի վերջնական հաստատումը։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը մեղադրել է Սենատի դեմոկրատ առաջնորդ Չակ Շումերին քաղաքական նպատակներով կառավարության փակման մեջ, հայտարարելով, որ Շումերը փորձում է իր կուսակցության ծայրահեղ ձախ թևին ցույց տալ, թե պայքարում է Թրամփի դեմ։ Մյուս կողմից դեմոկրատները հակադարձում են, ասելով, որ հանրապետականների ընդունած միակ մեծ եւ ճակերտներով այստեղ ասենք տգեղ օրինագիծը հանգեցրել է առողջապահական ճգնաժամի, որը պետք է շտապ լուծվի նախքան նոյեմբերի 1-ի ապահովագրական գրանցումների բացումը։ Այս պահին կոնգրեսում դեռևս լուծում չի գտնվել, դեմոկրատներ ու հանրապետականները հայտարարում են, որ պատրաստ են բանակցությունների, սակայն երկուստեք միմյանց մեղադրում են փակուղային քաղաքականության մեջ։ Ինչպես արդեն նշեցի, Սպիտակ տանն էր այսօր Արգենտինայի առաջնորդը Խավիեր Միլեն, սկզբում իհարկե Դոնալդ Թրամփն է ընդունել նրան, ընդգծելով, որ երկու երկրների տնտեսական ու գաղափարական կապերը մեծանալու են։ Թրամփը Միլեին անվանել է մեծ տնտեսագետ եւ համարձակ բարեփոխիչ, նշելով, որ իրեն դուր է գալիս նրա կարգախոսը Make Argentina Great Again։ Նախագահ Թրամփը նաև պաշտոնապես հայտարարել է իր ամբողջական աջակցությունը Միլեին առաջիկա ընտրությունների ժամանակ, ասելով, որ նրա հաղթանակը կդառնա Արգենտինայի տնտեսական շրջադարձի խորհրդանիշը։ Թրամփի խոսքով Միացյալ Նահանգները պատրաստ է օգնել Արգենտինային, որը տասնամյակներ շարունակ տառապել է վատ տնտեսագիտական քաղաքականությունների հետևանքով։ Սակայն նա ընդգծել է, որ եթե Արգենտինայի ընտրություններում հաղթի ձախակողմյան ընդդիմությունը, Միացյալ Նահանգների օգնությունը կարող է դադարեցվել։ Թրամփը զգուշացրել է, որ Արգենտինան չպետք է խորացնի հարաբերությունները Չինաստանի հետ, հատկապես ռազմական կամ տեխնոլոգիական ոլորտներում։ Նրա խոսքով Արգենտինան կարող է առևտուր անել Չինաստանի հետ, բայց ոչ ռազմական համագործակցություն։ Դա Միացյալ Նահանգներին շատ կբարկացնի։ Եթե ալերգիկ եք եւ սննդի մեջ ընդհանրապես չեք կիրառում տարբեր ալերգեններ եւ խուսափում եք ռեստորաններում ընտրելուց, ապա Կալիֆոռնիան շուտով կդառնա առաջին նահանգը Միացյալ Նահանգներում, որտեղ ռեստորանները պարտավոր կլիներ իրենց մենյուներում նշել հիմնական սննդային ալերգենները, այսպիսով թեթևացնելով անհանգստությունը։ Նոր օրենքը, որը ստորագրել է նահանգապետ Նյուսոմը, ուժի մեջ կմտնի 2026 թվականին։ Օրենքը տարածվում է այն սննդի ցանցերի վրա, որոնք ունեն առնվազն 20 մասնաճյուղ։ Այդ բիզնեսները պարտավոր են բացահայտել այնպիսի բաղադրիչների առկայությունը, ինչպիսիք են կաթը, ձուն, ծովամթերքը, ընկույզները եւ այլ հիմնական ալերգեններ, եթե նրանք գիտեն կամ ողջամտորեն պետք է իմանան, որ դրանք առկա են իրենց ուտեստներում։ Միևնույն ժամանակ Կալիֆոռնիայի ռեստորանների ասոցիացիան նախազգուշացրել է, որ օրենքի կիրառումը կարող է լինել թանկարժեք եւ բարդ, հատկապես խոշոր ցանցերի համար։ Թեև ասոցիացիան գոհ է, որ օրենքը չի վերաբերում փոքր ռեստորաններին, այն մտավախություն է հայտնել, որ նոր պահանջը կարող է առաջացնել իրավական չարաշահումներ եւ դատական գործեր բիզնեսների դեմ։ Նոր պահանջը ըստ մասնագետների կդառնա նախադեպ այլ նահանգների համար եւ կարող է ընդլայնվել ամբողջ երկրով մեկ նպաստելով ավելի մեծ սննդային անվտանգությանը Միացյալ Նահանգներում։ ԱՄՆ ընկերություններն ու սպառողները կրում են երկրի նոր ներմուծման մաքսատուրքերի հիմնական բեռը։ Ըստ ակադեմիական ուսումնասիրությունների, հարցումների եւ բիզնես ղեկավարների մեկնաբանությունների տուժում են հենց ամերիկյան արտադրողներն ու գնորդները։ Սա ինչ-որ չափով հակասում է նախագահ Դոնալդ Թրամփի պնդումներին, թե մաքսատուրքերի հետևանքները կզգան արտասահմանյան երկրները։ Սակայն նախնական տվյալները ցույց են տալիս, որ Թրամփի նոր առևտրային քաղաքականության առաջին ամիսներին հենց Միացյալ Նահանգների ընկերություններն են վճարում հավելյալ հարկերը, դրանց մի մասը փոխանցելով սպառողներին, առաջացնելով գնաճ։ Հարվարդի բիզնես դպրոցի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Թրամփի մաքսատուրքերի կիրառման սկսվելուց հետո ներմուծված ապրանքները թանկացել են միջինում 4%-ով, իսկ տեղական արտադրանքը 2%-ով։ Ամենամեծ գնաճը գրանցվել է այն ապրանքների վրա, որոնք Միացյալ Նահանգներում չեն արտադրվում, օրինակ սուրճ, կամ ներմուծվում են այլ երկրներից, որոնց նկատմամբ կիրառվում են բարձր տուժեր։ Թեև գնաճը զգալի է, այն դեռևս փոքր է մաքսատուրքի մակարդակից, ինչը նշանակում է, որ վաճառողները կլանում են ծախսերի մի մասը։ Սպիտակ տան մամուլի խոսնակը հայտարարել
հայտարարել է, որ ամերիկացիները կարող են զգալ անցումային շրջան, բայց վերջնական հաշվով ծախսերը կկրեն արտասահմանյան արտահանողները։ Բացի այդ, ընկերությունները փորձում են վերակազմավորել մատակարարման շղթաները եւ տեղափոխել արտադրությունը հենց նահանգներ։ Սակայն ԵԼ-ի համալսարանի հետազոտողներն էլ նշում են, որ արտասահմանյան արտադրողները քիչ թե շատ կլանում են մաքսատուրքերի ազդեցությունը, ինչը համահունչ է նախորդ տնտեսական ուսումնասիրությունների եզրակացություններին։ Նոր մաքսատուրքերն աճեցրել են ներմուծման հարկերը միջինում 2-ից 17%, իսկ ընդհանուր ծախսերը հասնում են ամսական մոտ 30 միլիարդ դոլարի։ Շարունակենք տնտեսական թեմայով, Միացյալ Նահանգները եւ Չինաստանը իրենց աճող առևտրային պատերազմի վերջին փուլում նոր մաքսային վճարներ են սահմանում արդեն ծովային բեռնափոխադրումների ոլորտում։ Այս վճարները կանդրադառնան նավերի վրա, որոնք տեղափոխում են ամեն ինչ։ Չինաստանը արդեն սկսել է գանձել այս վճարները նավերից, որոնք պատկանում են կամ շահագործվում են Միացյալ Նահանգների կողմից, ինչպես նաև այն նավերից, որոնք կառուցվել կամ գրանցվել են Միացյալ Նահանգների դրոշի ներքո։ Միևնույն ժամանակ չինական արտադրության նավերը ազատված էին այս հարկերից։ Միացյալ Նահանգները այսօր է սկսել գանձել նմանատիպ վճարները։ Տարվա սկզբին Թրամփի վարչակազմը ներկայացրել էր ծրագիր թույլատնելու Պեկինի ազդեցությունը համաշխարհային բեռնափոխադրումների շուկայում եւ խթանելու ամերիկյան նավաշինությունը։ Ավելի վաղ Ջո Բայդենի վարչակազմի օրոք ներկայացված հետաքննությունը եզրակացրել էր, որ Չինաստանը կիրառում է անարդար մեթոդներ վերահսկելու նավաշինական եւ լոգիստիկ ոլորտները, ինչն էլ հիմք է ստեղծել նոր պատժամիջոցների համար։ Վերջում Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձությունների մասին։ Համասի ներկայության վկայությունը Գազայում կրկին հաստատվել է սոցիալական ցանցերում 3 երեկոյան տարածված տեսանյութով։ Տեսագրությունում երևում է, թե ինչպես են 7 տղամարդ իբր Իսրայելի հետ համագործակցողներ, բերվում շրջանի կենտրոն, ծնկի իջեցվում, ապա գնդակահարվում։ Կարծում եմ հասկանալի պատճառներով չեն կարող այդ տեսանյութը հրապարակել։ Համասի աղբյուրը հետագայում հաստատել է, որ այն իրական է։ Տեսանյութում երևացող կանաչ գլխակապերը համընկնում են Համասի մարտիկների կողմից գրած նշանների հետ։ Սպանված տղամարդկանց ինքնությունը դեռևս չի հաջողվել հաստատել, ինչպես նաև տեսագրության ճշգրիտ ամսաթիվը, սակայն Համասի աղբյուրները նշել են, որ այն տեղի ունեցել 2 շաբթի։ Հրադադարի հաստատումից հետո Համասը աստիճանաբար վերադառնում է փողոցներ։ Տեղի բնակիչները պատմում են, որ զինյալներն ավելի հաճախ են երևում տեղակայվելով հումանիտար օգնության երթուղիների երկայնքով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն բազմիցս հայտարարել է, որ պատերազմը չի կարող ավարտվել, քանի դեռ Համասը վայր չի դրել զենքերը եւ չի հրաժարվել Գազայի վերահսկողությունից։ Դա մի պահանջ է, որը կազմակերպությունը շարունակ մերժում է խափանելով նախորդ բոլոր խաղաղ բանակցությունները։ Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Համասը պետք է զինաթափվի, իսկ եթե դա չանի, Միացյալ Նահանգները ստիպելու է դա անել։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն վերադարձրել է պատաններին եւ հասել է պատմական խաղաղության համաձայնության, հաջորդ քայլը զինաթափումն է։ Եվ այսօր համարել այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։